Արդեն 13-րդ օրն է, ինչ շինց ու քրեական գործի շրջանակներում կալանավորված են իմնեմնի փոդքասթի համահեղինակներ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Հիշեցնեմ, որ ազգային ժողովի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձնավորության հաղորդման հիման վրա ձերբակալվեցին իմնեմնի փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը եւ ըստ էության մենք ֆիքսում ենք, որ Ռեժիմը Հայաստանում բռնաճնշումների մի նոր փուլ է սկսել, այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ, բարև պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն։ Տեսեք, ես նշեցի, որ նոր քաղաքական բանտարկյալներ ունենք, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան եւ Ձեզ ինչու է ռեժիմը ուժեղացնում այդ ռեպրեսիվ ճնշումները իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Շատ կարևոր հարց է, որովհետև մարդիկ շատ դեպքերում այդ հարցը իրենց չեն տալիս։ Իրականում ընտրությունները մոտենում են, կես տարի է մնացել եւ եթե որպես կանոն ռեպրեսիաները արտացոլում են իշխանության վախը, ապա տվյալ դեպքում այդ վախը նաև կոնկրետ խնդիր է արտացոլում, այսինքն իշխանության վախը, որ իրանք ընտրություններում կպարտվեն։ Եվ թեև իշխանությունները եւ իրենց, այսպես ասած, սպասարկող փորձագիտական շրջանակները փորձում են բոլորին համոզել, որ իշխանությունների հաղթանակը անխուսափելի է, բայց իրականությունը այլ է եւ հենց այդ պատճառով իշխանությունները դիմում են բռնաճնշումների, որպեսզի իրենց մարդկանց անցկացնեն ամեն ձևով եւ դրա համար պետք է լրացնեն այլընտրանքային ձայներ եւ այլընտրանքային քաղաքական գործիչներին պետք է բանտարկեն։ Այլ պարագայում իշխանությունները հավանաբար հաղթել չեն կարողանա։ Հիշեցնեմ, որ բռնաճնշումների ալիքը սկսվել է հունիսի վերջից եւ մինչեւ հիմա անդադար շարունակվում է նոր ու նոր մարդկանց ընդգրկելով։ Եվ մենք տեսել ենք այդ ընթացքում հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհը, լրատվամիջոցների դեմ գրոհը, մեր ձևով շարժման դեմ գրոհը եւ այդ տեղական ինքնակառավարման դեմ գրոհը։ Եվ այդ ընթացքում նաեւ մենք տեսել ենք, որ իշխանությունները այդ ամեն ինչը սպասարկում են ոչ միայն ներքաղաքական նպատակներին, այսինքն լրացնելու այլընտրանքային ձայներ, այլ նաեւ արտաքին քաղաքական նպատակներին, որոնք են օրինակ միջանցքը անցկացնել եւ մարսել, եւ մենք տեսել ենք, որ այսպես կոչված տրիփի հայտարարությունից հետո ընդդիմադիր ձայները շատ թույլ են եղել, նաեւ այն պատճառով, որ այդ ժամանակ ամբողջ բռնաճնշումների ալիք է եղել եւ դեռ ընդդիմադիր դաշտը ոնց որ ուշքի չի եկել եւ հիմա այդ գործընթացը շարունակվում է։ Նոր ու նոր մարդկանց ընդգրկելով հենց այն պատճառով, որ իշխանությունները զգում են, որ դեռ բավական թափ չեն հավաքել։ Եվ նույն, չնայած որ շատերը կարծում են, որ Էջմիածնի ընտրությունները ցույց են տվել, որ իշխանությունները գտել են բանալի, որպեսզի իրենց օգտին լուծեն բոլոր հարցերը, ապա իմ կարծիքով այս ընտրությունները իշխանություններին հակառակն են ցույց տվել, որ իրանք բանալի չեն գտել եւ նույն բուն օրինակ Վաղարշապատ քաղաքում իշխանությունների ստացած տոկոսը բավականին ցածր է, ել չասած, եթե վարչական ռեսուրսը չհաշվենք, ապա ել ավելի ցածր է լինելու եւ իրանք հասկանում են, որ եթե առանց ճնշումների գործեն, ապա դա իրենց չի օգնելու։ Բայց մյուս կողմից եւս ասեմ, որ եթե ընդդիմադիր դաշտը քաղաքացիական հասարակությունը, անկախ քաղաքացիական հասարակությունը, եթե փորձագիտական համայնքը եւ այլն բոլորը չմիավորվեն եւ դեմ չառնեն այս գործընթացներին, ապա իշխանությունները իրենց նպատակին կհասնեն այս մեթոդներով։ Տեսեք, փորձ արվեց պարալիզացնել կամ կասեցնել անտիֆեյքի գործունեությունը, այդ օրը խուզարկություն եղավ, ողջ տեխնիկան ըստ էության առգրավվեց եւ կարող ենք փաստել, որ Փաշինյանը նոր ճակատ է բացում, հա, բռնաճնշումների, այս անգամ արդեն ԶԼՄ-ներն են ընդգրկվում այդ թիրախում։ Այո, որովհետեւ իրականում սկսել են IT fake-ով, որովհետև իմնեմնի մի ոդկասթը բավականին հաջողակ ոդկասթ է եւ ոչ միայն տեղեկատվական է, այլ նաեւ զվարճալի եւ ըստ այդմ կարողանում է ընդգրկել ոչ միայն խիստ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին, այլ ավելի լայն շրջանակներին։ Բացի այդ, իշխանության գործելավոճը ընդգրկում է նաեւ որոշ մարդկանց սիրաշահել, մենք տեսել ենք, որ որոշ մարդիկ, ովքեր քիչ թե շատ ընդդիմադիր պրոդուկտ էին ստեղծում,
ներքաղաքական դաշտում, այսպես ասեմ, իրանք սկսել են խոշոր հաշվով աջակցել իշխանությունների եւ այդտեղ արդեն ֆինանսական գործոն էլ կա, ամեն ինչ էլ կա։ Բացի այդ, մենք տեսնում ենք, որ իշխանությունները պատրաստում են գրողը նաեւ ուրիշ լրատվամիջոցների դեմ եւ հավանաբար, եթե իրանք տեսնեն, որ ավելի ճիշտ անտիֆեյք լրատվամիջոցը լրացնել չկարողացան, ապա փորձել են նոր ու նոր գործողությունների դիմեն, որովհետև այստեղ իհարկե ունեն մտավախություն կոնկրետ անձնավորություններից, Նարեկ Սամսոնյանից, Վազգեն Սաղաթելյանից, բայց նաև զուտ լրատվամիջոցներից եւ այսպիսով ունեն մտավախություն, որ ռեպրեսիաների ալիքը դրանով չի դադարի։ Մանավանդ հաշվի առնելով, որ այն ինչ տեղի ունեցավ, եթե նույնիսկ դիտարկենք, որ ինչ որ իրավական պատասխանատվություն պետք է ենթադրի, ապա դա չի կարող լինել քրեական, սա վարչական ամենաշատ պետք է լինի, բայց տվյալ դեպքում ուրիշ ուղղությամբ են փորձում տանել եւ իմ կարծիքով մինչեւ ընտրությունները, մինչեւ հունիսի սկիզբը այս ալիքը շարունակվելու է։ Միջազգային կառույցները զես ինչպես կարձագանք են տեղի ունեցողին։ Երկու շաբաթ այդքան էլ փոքր ժամկետ չի, որպեսզի միջազգային կառույցները հասցնեին արձագանքել։ Ըստ էության մենք տեսնում ենք, որ արձագանք չկա։ Երևի Որն է մոտիվացիան, լռության։ Սա ասեմ, երևի տարվա վերջում ինչ որ զեկույցներում մեջ բերելու են ամեն դեպքում այս դեպքերը եւ գրելու են, որ այո, եղել է նման դեպք, այսինքն զուտ որպես վիճակագրություն, զուտ որպես մեջբերում եւ այլն դա լինելու է։ Դա միշտ է լինում, բայց որպես նախ քարոզարշավ չեն անելու, չնայած որ առաջ, եթե նախկին իշխանության ժամանակ, եթե մեկի մազը ծռվում էր, մի անգամից հիստերիա էր բացածվում, հիմա այսպես ասած այդպիսի բան չկա, հակառակ միտումը, ինչու հիմա։ Ուրեմն մի շաբաթ առաջ Քարնեգիի միջազգային կայքում հրապարակվել է Թոմաս Դևալի հոդված, ըստ որի Հայաստանի 2026 թվականի ընտրությունները ունեն համաշխարհային կամ աշխարհաքաղաքական նշանակություն։ Եվ ըստ այդ հոդվածի պայքարում են Արևմուտքը եւ Ռուսաստանը, չնայած որ ես ճիշտ ասած Ռուսաստանի կողմից պայքար չեմ տեսնում, բայց ամեն դեպքում ներկայացում է, որ Արևմուտքը եւ Ռուսաստանը։ Գուցե Արևմուտքը պայքարում է, բայց իրեն ուզում են տեսնել իրենց սիրելի թշնամուն ամենտեղ, ինչպես որ օրինակ Ռումինիայում հորինեցին, որ Ռուսաստանն է պայքարում Մոլդովայում եւ հիմա Հայաստանում են փորձում գտնել Ռուսաստանը։ Եվ ամեն ինչը, ինչ այս իշխանության ոնց որ չի աջակցում, հռչակվում է որպես ռուսամետ, էլ եկեղեցի, էլ ընդդիմությունը, էլ ամեն ինչը։ Եվ այստեղ շատ հատկանշական է ինչը։ Նախ մենք հիմա տեսել ենք, որ որպես ռուսամետ հռչակվում է Չինաստանը, Ամերիկայի իշխանությունը, դա ուղղակի հիմարություն է։ Բայց այստեղ մյուս հանգամանքն էլ կա։ Իրականում, եկեք դիտարկենք, բայց ինչին դեմ է։ Եթե հիմա նպատակը իրականացնել միջանցքը, կոպիտ ասեմ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այսօրվա դրությամբ TRIP անվանումով փորձում են իրականացնել, եւ այն ուժերը, որոնք Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցներն են, սկսած հայրաքելական եկեղեցուց, վերջացած որոշ լրատվամիջոցներով, որոշ քաղաքական կուսակցություններով, որոշ շարժումներով եւ այլն, իրանք դառնում են թիրախ։ Այսինքն խնդիրը Ռուսաստան ու Ամերիկա չեն։ Խնդիրը արևելք-արևմուտք միջանցքն է եւ մենք այսօր տեսել ենք արդեն մի հայտարարություն, որ Հայաստանը թուրքական պետությունների գաղափարժողովի մաս պետք է դառնա եւ այլն, դա դրսից է եղել այդ հայտարարությունը, բայց արդեն մենք տեսնում ենք, որ ուր են տանում։ Եվ այն ինքնիշխանական ուժերը, որոնք Հայաստանի ինքնիշխանությունը ուզում են հաստատեն, նրանք դեմ են այս ամեն ինչի։ Իրանք պետք է լրացվեն։ Հարցը ընդհանրապես Ռուսաստանի մասին չէ։ Բայց ինչպես լրացնել, ինչպես ասել, որ այն մարդիկ, ովքեր Հայաստանի կողմնակից են, Հայաստանում պետք է բռնաճնշումների ենթարկվեն, Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանը ստորացնել, ենթարկել ուրեմն Ադրբեջանին եւ Թուրքիային, նրանք ոնց որ լավ մարդիկ են։ Դրա համար կպցվում է պիտակ, ռուսամետ եւ ըստ այդմ պետք է ձերբակալվի, չնայած որ ես չեմ կարծում, որ միայն ռուսամետ լինելու կամ արևմտամետ լինելու հանգամանքը բավական է, որպեսզի մարդը ձերբակալվի։ Ուրիշ բան, եթե մարդը ինչ որ պետական գաղտնիք է բացահայտել եւ օրինակ Ռուսաստանին փոխանցել է, իհարկե սա արդեն ուրիշ խնդիր է, բայց ասենք ինչքանով հերոյ է այս ամեն ինչը մեր քննարկած խնդիրներից։ Այսպիսով այս բռնաճնշումները խիստ
քաղաքական են եւ ոչ միայն քաղաքական են, այլ ներկայացում են որպես քաղաքական։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ նրանք չեն ասում, լավ, սա ասենք որոշ երկրներում այդպես են լինում քաղաքական բռնաճնշումները այդպես են ներկայացում այս մարդը $50 կաշառք է վերցրել կամ ինչ որ մեկին ինչ որ $100 հարկ չի վճարել դրա համար ենք բռնում չէ ստեղ հենց քաղաքական արտահայտության եւ հենց այդպես էլ մատուցվում է այսինքն իշխանությունը շատ համոզված է որ դրսից աջակցություն է ունենալու ավելին դրսից գուցե նույնիսկ պատվեր կա աջակցություն կա եւ ակնկալիք կա որ նման բռնաճնշումներ կլինեն եւ իշխանությունն էլ օգտվում է պահից երբ ներկայացվել է միջազգային ոնց որ հանրույթին կամ ավելի ճիշտ արևմուտքին որպես այս աշխարհակաղակական իրադարձություն ով մեր դեմ ասախ ռուսամետ են ուրեմն ռուսամետներին բռնելը լավ է ուրեմն ամեն ինչը ներկայացնենք հենց քաղաքական այս զուտ համաշխարհային կամ աշխարհակաղակական հողի տակ եւ ըստ այդմ դե այդ դեպքում արևմուտքը ասելու է շատ լավ է սարը եւ հենց այս հողի վրա ներկայացվում է սա է խնդիրը որ այս ընտրությունները նույնիսկ ավելի շատ են որպես աշխարհակաղակական ներկայացում քան թե կան որպեսզի այս իշխանությունը բռնաճնշումների լիցենզիա ստանա եւ ցավոք սրտի ստացել է Տեսեք, Հայաստանի շուրջ բավական հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, կարծես թե հանգուցալուծում է ուկրաինական ճգնաժամը եւ կա սեղանին փաստաթուղթ, որի շուրջ արդեն իսկ բանակցություններ են գնում Ամերիկայի եւ Ռուսաստանի միջեւ։ Որքանով է մոտ հանգուցալուծումը ձեզ եւ արդյոք հանգուցալուծումից հետո Ռուսաստանը կվերադառնա տարածաշրջան Հարավային Կովկաս Փաշինյանի իշխանության համար դրանց բխող բոլոր հետևանքներով։ Սա շատ լուրջ ու կարևոր հարց է ու ինչքան հնարավոր է արագ կփորձեմ պատասխանել, որովհետև մի քիչ լայն է թեման։ Այն 28 կետանոց պլանը, որը մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը առաջարկել է Ուկրաինային, հավանաբար ներկայացնում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից փոխզիջումային տարբերակ բանակցությունների արդյունք, որտեղ Ռուսաստանը իր կողմից եւ ԱՄՆ-ն իր կողմից որոշակի զիջումներ են արել եւ ամենաշատ ձեռնտու է իհարկե ԱՄՆ-ին, որովհետեւ ԱՄՆ-ն որպես միջնորդ եւ որպես կարգավորող այս հակամարտությունը կարողանում է իր համար ձեռնտու որոշակի պայմաններ ձեռք բերել եւ Ռուսաստանը նվազագույն իր համար ընդունելի որպես տարբերակ հավանաբար սա արդեն ընդունել է կամ գոնե պատրաստ է որպես քննարկման հիմք ընդունել Հետո այս պլանը ներկայացվել է Ուկրաինային եւ Եվրամիությանը եւ այդտեղ մենք բախվել ենք նոր իրողության հետ, որտեղ եվրոպացիները դեմ են եւ եվրոպացիները եւ Ուկրաինայի իշխանությունը եւ Ուկրաինայի իշխանությունը ասում են ոչ թե ուկրաինացիներ, որովհետև Ուկրաինայի իշխանության մեջ ուկրաինացիներ չկան։ Ինչևէ, Ուկրաինան դեմ է եւ ինչու, որովհետև եվրոպական եւ Ուկրաինայի իշխանությունների շահերը այդքան էլ չեն բռնում իրանց ոնց որ ժողովրդների շահի հետ։ Ես փորձել եմ գնահատել Ուկրաինայում ժողովրդի եւ այդ թվում ճակատի արձագանքը եւ արձագանքը եղել է հետեւյալը. այո, այս պլանը այդքան էլ սիրուն չի, մենք պետք է զիջումներ անենք, բայց մյուս կողմից այս իրավիճակում մենք պետք է գնանք զիջումների, որպեսզի ինչ որ մի կերպ կանգնացնենք պատերազմը, սա մեկ, եւ երկրորդը ոչ միայն մենք ենք զիջում, այլ նաեւ մենք ինչ որ բան ստանում ենք։ Եվ այս տրամաբանության հակառակ իշխանությունները Ուկրաինայի ոնց որ չեն ուզում գնալ զիջումների, ինչու, որովհետև այս պարագայում իրենց դեմ ողջ կոռուպցիոն գործը շարունակվելու է, իրանք այս պլանի պետք է իշխանությունը կորցնեն, 100 օրից պետք է ընտրությունը նշանակվի եւ նաեւ գալիս են էլի բազմաթիվ հարցեր, օրինակ իրանք ունակ չեն լինելու այլևս նաեւ կոռուպցիայով զբաղվել, որովհետև ըստ նախնական հետաքննության արդյունքների 10-ից մինչև 15% ողջ գումարների, որոնք եկել են Ուկրաինա, նրանք հափշտակել են, իսկ դա մոտավորապես $30 միլիարդ չափ է։ Հաշվի առնելով, որ $200 միլիարդից ավել եկել է օգնություն Ուկրաինա։ Այսինքն այստեղ ստացվում է, որ այս իշխանությունները ուզում են պահպանեն պատերազմական կարգավիճակը եւ իրենց պատասխան պլանը, հայտարարություններ եւ այլն վկայում են, որ իրանք փորձում են այնպիսի պլան առաջարկեն, որ
որևէ մեկի համար ընդունելի չլինի ուղղակի, որպեսզի տապալեն բանակցություններ։ Այսպիսով այս բանակցությունները, թեև Թրամփը ակնկալում է Զելենսկուց պատասխանը մինչև նոյեմբերի 27-ը, իմ կարծիքով արդեն տապալված են, որովհետև Ուկրաինան հայտարարում է, որ իրանք արդեն բազմաթիվ կետեր վերանայել են, իրանք ինչ-որ նոր առաջարկներով են եկել, այսինքն այն պլանը, որը նվազագույն ընդունելի է Ռուսաստանի համար, այդտեղ նույնիսկ մի տարը փոխելուց արդեն Ռուսաստանը չէր ընդունի, որովհետև իր բոլոր հնարավոր զիջումները արել է, էլ ավելի շատ են փորձում կորզել զուտ, որպեսզի Ռուսաստանը մերժի։ Եվ իհարկե, թե Ուկրաինան, թե Ռուսաստանը մերժելու են եւ վերջում դա տապալվելու է։ Եվ այսպիսով պատերազմը շարունակվել է։ Ցավոք սրտի շարունակվել է, որովհետեւ մեծ ձեռնտու չի իհարկե, եւ այո, ճիշտ ասեցիք, որ այս պայծրությամբ ստեղծվել է իրավիճակ, երբ որ Թուրքիան գերիշխում է այս տարածաշրջանում։ Ինչու է գերիշխում։ Որովհետև մի կողմից Իրանի աշխարհակահական գործոնը չեզոքացվել է, այդտեղ մի քանի հանգամանք է աշխատել։ Առաջինը Իրանի դիմադրության առանցքը կոտրվել է, կարելի ասել, Ասադի ռեժիմը փլուզվել է Սիրիայում, Հեզբոլլան շատ լուրջ վնասներ է կրել Իսրայելի հարվածներից հետո, եւ բացի այդ Իրանն էլ է որոշակի կորուստներ կրել 12-օրյա պատերազմից հետո Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ, եւ կարելի ասել Իրանի միջուկային ծրագիրը կասեցված այս պայծրությամբ, եւ այսպիսով Իրանը թուլացել է եւ բացի այդ տնտեսական խնդիրներ կան։ Սա Իրանին վերաբերվող։ Հիմա Ռուսաստանին վերաբերվող, քանի որ Ռուսաստանը բախվել է ոչ թե Ուկրաինայի դիմադրության, այլ ողջ արևմուտքի դիմադրության ուկրաինական ճակատում, Ռուսաստանը սկսեց բոլոր իր ռեսուրսները ուղղել դեպի այդ ճակատ եւ ստացել ենք իրավիճակ, երբ որ Ռուսաստանը հարավային Կովկասից լրիվ հեռացել է, որի արդյունքում արդեն Ադրբեջանը օգտվել է, քանի անգամ հարձակվել է Հայաստանի վրա եւ Արցախը հայաթափել է, այսինքն էթնիկ զտում է իրականացրել։ Եվ այսպիսով հիմա մենք բախվել ենք այն իրողության հետ, որ այս տարածաշրջանում գերիշխում է Թուրքիան, որը ըստ էության արևմուտքին բավականին ձեռնտու է, որովհետև Թուրքիայի միջոցով կարողանում է արդեն հասնել Միջին Ասիա եւ հենց այդ ծրագիրն է իրականացում։ Հիմա արդյոք Ռուսաստանը ունակ է լինելու այս ամեն ինչից հետո վերադառնալ տարածաշրջան։ Եվ այստեղ հավանաբար շատ հարցեր կան, թե երբ է դա լինելու, որովհետև իմ կարծիքով Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ, քանի որ հիմնականում ամեն դեպքում բանակցողները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են, ուկրաինական հակամարտության լուծման ձևաչափով քննարկելու են նաև Հարավային Կովկասի իրավիճակը եւ նաև հավանաբար Մոլդովայի հարցը, որովհետև այդ հարցերը իրականում մի փաթեթ են ներկայացնում, հա, եւ դա նույն աշխարհակահաղական ճակատն է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Եվ այսպիսով հավանաբար Ռուսաստանը ամեն դեպքում պահանջելու է, որպեսզի Ամերիկան դադարեցնի իրեն խոչընդոտել որևէ քաղաքականություն իրագործել եւ ցանկացած Ռուսաստանի քայլ ստեղ դիտարկել թշնամական ձևաչափով։ Բայց պետք է հաշվի առնենք նաև այն, որ ԱՄՆ-ն միակ գործոնը չէ եւ այլևս նույնիսկ հիմնական գործոնը չէ, քանի որ ավելի ու ավելի շատ իր վրա ոնց որ ստանձնել են Բրյուսելը եւ Լոնդոնը այս տարածաշրջանում գործողությունների եւ իդեպ նաեւ Ուկրաինայում, եւ այսպիսով ԱՄՆ-ն այլևս չի կարող այդքան շատ փոփոխություն մտցնել, քանի որ USAID-ը արդեն փակ է եւ ԱՄՆ-ն արդեն փոքրացրել է իր ազդեցությունը այս տարածաշրջանում, անցնելով ոչ ֆորմալ դիվանագիտությունից դեպի ֆորմալ դիվանագիտություն, որը լրիվ ուրիշ ձևաչափով է տեղի ունենում։ Այսպիսով Ռուսաստանի վերադարձը այս տարածաշրջան մի քիչ դեռ շատ վիճելի հարց է, մի քիչ դժվար է պատկերացնել, թեև եթե ուկրաինական պատերազմը ավարտվի, ապա ամեն դեպքում Ռուսաստանի բալանսավորող դերը այս տարածաշրջանում մի փոքր կաճի եւ գոնե մասամբ Թուրքիային կբալանսավորի Ռուսաստանը։ Թե չէ այս այլ պարագայում մնում է ամբողջ տարածաշրջանը Թուրքիային եւ Թուրքիան բոլոր հարցերը լուծելու է իր համար ավելի նպաստավոր տարբերակով։ Դուք նշեցիք, որ ուկրաինական կողմը Զելենսկին չեն պատրաստվում դադարեցնել պատերազմը, արդյոք սա նմանություն չի բերում 2020 թվականին մեր պարագայում հոկտեմբեր ամսվա վերջի, նոյեմբեր ամսվա սկզբի, երբ որ Փաշինյանին առաջարկներ էին գալիս դադարեցնել պատերազմը, սակայն չէր դադարեցնում նա եւ վերջնարդյունքում կնքվեց կապիտուլյացիա, հա։
Արդյոք ուկրաինական կողմը եւ մասնապես Զելենսկին չի գնում այդ նույն ճանապարհով։ Միանշանակ նմանությունները բավական շատ են երկու պերսոնաժների։ Միանշանակ նմանություն կա եւ եթե մեր պատերազմը վերլուծենք, ապա հետեւյալ մի հանգամանք հիշեցնեմ, որ ըստ Օնիկ Գասպարյանի, որը եղել է գլխավոր շտաբի պետ այդ ժամանակ, ինքը պատերազմի 4 օրը Փաշինյանին ասել է, որ մենք ունակ չենք հավասար պայքարել այս իրավիճակում, որովհետև Ադրբեջանը ունի գերակայություն եւ մենք պետք է ձեռք բերենք դիվանագիտական լուծում այստեղ եւ ձգտենք դիվանագիտական լուծմանը։ Եվ դրանից հետո պատերազմը շարունակվում է 40 օր, սա մեկ, որի ընթացքում մոտավորապես 4 առաջարկ Հայաստանը ստացել է, ինչքան ես տեղյակ եմ գործընկերներից եւ խոշոր հաշվով 4-ն էլ մերժել է։ Կամ գուցե դրանցից մասը մերժել է նաեւ Ադրբեջանը, դա չգիտենք, բայց գիտենք, որ համենայն դեպս հոկտեմբերի 9-ի 10-ի առաջարկը, որը եղել է Ռուսաստանի կողմից եւ որը եղել է զգալիորեն ավելի լավը, քան թե այն ինչ վերջում ստացել ենք, դա մերժվել է Փաշինյանի կողմից։ Ըստ իրեն դրանից հետո դուք ինձ դավաճան կասեք։ Այսինքն նախ մեկը ասել են, բայց երկրորդը շատ ավելի քիչ զոհ ունենք այդ ժամանակ, շատ ավելի քիչ տարածքային կորուստ ունենք եւ շատ ավելի լավ, այսպես ասած, իրավիճակ կլներ։ Եվ եթե ինքը սա է մարսել, ապա այն ավելի լավ կմարսեր։ Բայց չէ, այստեղ խնդիրը ուրիշ էր։ Խնդիրը եղել է Արցախը հանձնել ամբողջությամբ։ Ինչու ես դա ասում եմ։ Որովհետեւ նոյեմբերի 8-ին Փաշինյանը նախ ադրբեջանցիները եւ թուրքերը իդեպ, եւ սիրիացիները գալիս են Շուշի եւ ինչպես որ լրատվամիջոցներից մենք տեղեկացանք հրամանկա չկրակելու, եւ այդ ընթացքում ադրբեջանցիները հասնում են, գրավում են Շուշի, նոյեմբերի 8-ին Փաշինյանը հրաման է արձակում կամ Արցախում արդեն չգիտեմ այդտեղ ով է հրաման արձակել, բայց Ստեփանակերտը էվակուացվում է, պատրաստվում է հանձնման։ Եվ այդ ժամանակ Ռուսաստանը արդեն զորով մտցնում է զորք եւ Փաշինյանին փաստի առաջ է կանգնեցնում, որ պետք է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրի։ Նաեւ գումարեմ նրան, որ Արշակ Կարապետյանը վերջերս ասել է, որ պատերազմից որոշ ժամանակ առաջ զգուշացրել է իշխանությանը, որ պատերազմ է նախապատրաստվում, եւ բացի այդ մենք ունենք նաեւ ԶԱՍ-ի նամակ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակին, այսինքն իշխանությունները պիտի որ տեղեկատվություն ունենային, որ պատերազմը պատրաստվում է, այսինքն իրանք գիտեն, որ պատերազմը պատրաստվում է, իրանք գիտեն, որ մենք ունակ չենք ուղիղ, այսպես ասած, մրցակցել այս իրավիճակում, իրանք ստացել են դիվանագիտական առաջարկներ, դրանք մերժել են եւ թույլ են տվել, որպեսզի Շուշին կորցնենք եւ պատրաստ էին արդեն Ստեփանակերտը կորցնելու։ Այսինքն մենք ստեղ տեսնում ենք այն ձեռագիրը, որ գործում էին, ասենք, այսինքն գոնե ենթադրելու տեղ ունենք, որ դա թելադրվում էր դրսից, այսինքն դա ինքնիշխան որոշում չէր։ Նման է իրավիճակը Ուկրաինայում, այդտեղ խնդիրը ուրիշ է, եթե այստեղ խնդիրը եղել է հանձնել, այդտեղ խնդիրը հակառակ դիմադրել, ինչքան հնարավոր է, որպեսզի նույն աշխարհակահական խնդիրները լուծվեն եւ վերացեն Հայաստան, օրինակ, ինչպես որ Մակրոնը ժամանակին ասել է, բուֆերային պետությանը, այս խնդիրն է լուծվում։ Այսպիսով, այո, ցավոք սրտի ձեռագիրը նման է, ուղղակի թիրախները, ուրեմն փոքր թիրախները ուրիշ են, իսկ մեծ թիրախը նույնն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Իմ հյուրն էր քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, ԶՍՏ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։